Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, ճիշտ ասած հաղորդի հետ որոշել ենք ռոլիկներ նկարել քաղաքական կարգավորման գործընթացի մասին, բայց քանի որ այս վերջերս քաղաքական դաշտում սկսեց շրջանառվել մի նոր թեմա, թե ինչպես է Նիկոլ Փաշինյանը հասել իշխանության, մենք որոշեցինք այս թեմայի շուրջ կազմակերպել այս մեր զրույցը։ Նախ Նիկոլ Փաշինյանի քաղաքական դաշտ նետվելու մասին, ինքը իր քաղաքական գործունեությունը սկսել է 2007 թվականից։ Այո, բարև ձեզ։ Հենց 2007 թվականից էլ երևի սկսենք, թե ինչպես լրագրող Նիկոլ Փաշինյանը ընդգրկվեց Լևոն Տեր-Պետրոսյանի, առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի նախընտրական արշավում, հետո շատ կարճ ժամանակում հարթակի, այսպես ասած, տերներ, ինքն էր վարում հանրահավաքները, ու իրոքից շատ, ոնց ասեմ, շատ էմոցիոնալ ու շատ Էմոցիոնալությունը, ոգևորի ձևով էր վարում այդ հանրահավաքները։ 2007-ից 2008-ին արդեն լուրջ ինքն էր դարձել արդեն քաղաքական գործիչ, այսպես ասած, ժողովրդի մոտ իրանք տենց էր ընկալում ոչ թե միայն լրագրող, այլև գործիչ։ Արդեն քաղաքական գործիչ։ Տենց կոնգրեսի ՀԱԿ դաշինքի շրջանակներում, տենց մինչև 2012 տենց պայքարեցին։ Հետո 12 թվականի կոնգրեսի դաշինքով դարձավ падգամավոր, իսկ ես էլ ոնց որ այդ ժամանակ շատ լավ հետևած այդ իրադարձություններին, կարամ ասեմ, որ շատ կարճ ժամանակում, այսինքն չգիտեմ մայիսին էր ընտրությունները, տենց շատ կարճ մինչև սեպտեմբերից սկսած շատ այդ իրանց տարանջատումը արդեն նկատելի էր, սկսեց կոնգրեսի դեմ, կոնգրեսի քաղաքականության դեմ հոդվածներ գրել, հրապարակային, հիշում եմ առաջինը իմ մոտ տպավորվել է Վարդան Օսկանյանի դեմ այդ քրեական գործեր հարուցվել, կարծեմ այդ ինչ-որ փողերի լվացման ժամանակ, ՀՀԿ-ներ այդ ժամանակ ուզում էին, կարծեմ դաժե падգամավորի մանդատից զրկեցին, այդ ժամանակ ինքը, Վարդան Օսկանյանին զրկեցին, որտեղ ասել էր պետք է 10-ների հետ վերադարձնենք, հանրապետական դրա համար բան արեց։ Ճիշտ ասած չգիտեմ, բայց հիշում եմ, որ այդ գործի շրջանակներում Նիկոլ Փաշինյանը դեմ էր կոնգրեսի դիրքորոշմանը, կոնգրեսը ասում էր, որ չի կարելի մարդուն դատել չարածների համար, մարդուն պետք է դատել հենց բուն արածների համար, իսկ Նիկոլ Փաշինյանը ասում էր, քանի որ Վարդան Օսկանյանը իր մեղքի բաժին ունի մարտի 1-ի գործով, ապա Վարդան Օսկանյանին կապ չունի ինչ համար է դատում, եթե ինքը ինչ-որ մի գործով մեղավոր է, այլ գործով էլ կարելի է դատել եւ դա արդարացված է։ Առաջի բանը այդ ինչ են ասում հակասությունը, ես անձամբ այդտեղից եմ նկատել, հետո արդեն դրանից մի քանի հակասությունը սկսեց 12 թվականին, պիկին հասավ եւ 17 թվականին 17-ին անցավ, բայց այնտեղ այդ 2013-ին նախագահական ընտրություններ էր, ինքը մինչև այդ չգիտեմ քանի ամիսը, քանի ամիս է մնում սեպտեմբերից մինչև փետրվար, ինքը ակտիվ քարոզում էր իր թերթով, որ Տեր-Պետրոսյանի առաջադրումը սխալ է եւ այլն, ու չասեմ ինչ անձնական վիրավորական հասնող ինչ-որ հոդվածներ էր գրում Տեր-Պետրոսյանի դեմ, իհարկե հրապարակային չեն ընդունում, որ դա ինքն է գրում, բայց ամենայն դեպս այդ ժամանակից հետո արդեն ստեղծեցին այդ քաղաքացիական պայմանագիր, այդ նախաձեռնությունը, հետո արդեն հակասությունները անդամների մեծամասնությունը նախքին ՀԱԿ անդամներ էին, այսինքն ՀԱԿ անդամներ չէ, համակիրներ են, քանի որ դեռ ՀԱԿ կուսակցություն չէր։ Հակասությունները ավելի ինչ որ ընտրական process-ների շրջանակներում էր, Փաշինյանը ինչ որ ասում էին, որ պետք է ընտրատեղամասերում ինչ որ մի քանի հազար, երբ որ ունենան մի քանի հազար դիտորդներ, ապա ընտրությունները չեն կեղծվի, ոչ ոք կաշառք չի վերցնի եւ իրանք կհաղթեն ընտրությունների միջոցով ընտրություններում կհաղթեն եւ կհասնեն իշխանության, այդ էր հիմնական տարաձայնությունները։ Դե բայց բուն քաղաքական հակասությունը, որ մենք տեսանք, դա 17 թվականին էր։ 16 թվականից այդ ապրիլյան պատերազմից հետո Սերժ Սարգսյանի դիրքերը սկսեցին թուլանալ, դրանից հետո այդ մի քանի ամիս, մի երկու ամիս հետո այդ ՊՊՑ կնդիգրավումը տեղի ունեցավ Սասնա ծռերի կողմից, ինչպես հայտնի է։ Այդ ժամանակ այնտեղ խորենացում Փաշինյանը ելույթ ունեցավ, հենց միանգամից այդ ամբողջ, չգիտեմ, ասենք հիշողները կհիշեն, ասենք ընդհանրապես չգիտեմ ինչ թեմայով էր այդ ելույթը, ինչ կապ ուներ այդ ՊՊՑ-ի կնդիգրավման հետ։ Ինքը գնում է, չգիտեմ, այլ քաղաքական ուժի, չգիտեմ, քաղաքական կամ ահաբեկչական ավելի ճիշտ ուժի կողմից իրականացված այդ միջոցառմանը ու ելույթ ունենում Տեր-Պետրոսյանի դեմ հիմնական շեշտադրումները եթե առանձնացնենք, որ ես հիշում եմ դա, որ Լևոն Տեր-Պետրոսյանը դաշինքակալում Սերժ Սարգսյանի հետ Ղարաբաղյան հարցում դիժումներ անելու համար
այդ ժամանակ բանկային սեղանին, եթե ես չեմ սխալվում, Լավրովի պլաններ, ինքը Լավրովի պլանին խիստ դեմ էր։ Ինքը նույնպես իրենց թիմը այդ հետագայում կարծում եմ որ փոխզիջում բառը պետք է մեր քաղաքական բանից բառապաշարից դուրս գա, իրենք ամեն ինչով, իրենց այդ ամբողջ գաղափարներով ոչ մի թիզական էին։ Ու ինձ թվում է չի թվում 12 թվականից հետո իրենց մեջ կար հակասություններ, բայց բուն Նիկոլ Փաշինյանի դեմքով այդ հակասությունը պարզ երևաց Խորենացի փողոցի իր ելույթով ու հետագայում արդեն հիմնական շեշտադրումները եթե առանձնացնենք այդ ելույթի, որ Սերժ Սարգսյանը պատրաստվում է Լավրովյան պլանով հանձնել 5 շրջանները, իրանց ըստ Փաշինյանի ու այդ ժամանակվա մեկնաբանների Ղարաբաղը հանձնել, Տեր-Պետրոսյանն էլ աջակցում է Սերժին, որ Ղարաբաղը հանձնեն, մոտավորապես սա էր Փաշինյանի այդ խոսույթը։ Մինչև այդ, եթե չեմ սխալվում, 16 թվականի դեկտեմբերի Տեր-Պետրոսյանի ելույթներ։ Այդ հետո արդեն տեղի ունեց ելույթը։ Դրանից հետո էր։ Հա, դրանից հետո էր։ Այդ ժամանակվանից արդեն լրիվ Փաշինյանի գործունեությունը սկսեց ավելի շատ ուղղված լինել հակատեր-պետրոսյանական, քան հակաիշխանական, հրապարակային տիրույթում ու էմոցիոնալ դաշտում բնականաբար։ Հետո արդեն 2017 թվականին, ինչպես հայտնի է, այդ կոնգրեսը երբ գնաց խաղաղություն, հաշտություն, բարիդաշտություն կարգախոսով ընտրություններին, որ առաջ էր մղում Ղարաբաղի հարցի կարգավորման հրատապությունը։ Դրա պատճառը հետևն է, որ մեկ տարի ապրիլյան պատերազմը, ինչպես Տեր-Պետրոսյանը նշում է հարցազրույցներում, ապրիլյան պատերազմը մեսիջ էր միջազգային հանրության կողմից, մեզ որ պետք է շատ հրատապ կերպով այդ հարցը լուծենք, որովհետև հասունացել է պահը, եւ եթե չլուծենք այս տարբերակով, հաջորդ տարբերակը ավելի վատն է լինելու, շատ ավելի վատն է լինելու, այդ ժամանակ ես թեզին կարելի ասել բացի այդ ներշրջանակներից կոնգրեսի ոչ մեկ չէր աջակցում, Նիկոլ Փաշինյանը նույնպես։ Ու Նիկոլ Փաշինյանի ամբողջ այդ քարոզարշավի ընթացքում այդ իրանց այդ երկդաշինքի շրջանակներում իրան բուն խոսույթը էլի հակի դեմ, կոնգրեսի դեմ, այդ Ղարաբաղի հարցի լուծման դեմ այդ խոսակցություններ էին, իրանց այդ բոլոր այդ հարցազրույցներում, դեբատներում, եթե չգիտեմ նայեք, իրանք միշտ հանդես էին գալիս այդ ոչ մի թիզական գաղափարների ներքո եւ իրանք եւ դաշնակցությունը եւ հա այդքանով ինչի համար այսքան խոսացինք որպեսզի կա մի կարծիք որ Նիկոլ Փաշինյանը Լևոն Տեր-Պետրոսյանի հոգեզավակն է, բայց ինչ նշանակում հոգեզավակ։ Հոգեզավակ նշանակում է երբ որ գաղափարները ժառանգորդը կրում է իր հոր գաղափարները։ Սանում մենք ապացուցենք որ Նիկոլ Փաշինյանի եւ Լևոն Տեր-Պետրոսյանի գաղափարները ընդհանրապես տարբեր էին։ Միջև Նիկոլ Փաշինյանի իշխանության գալն էր, դրանից հետո էլ եւ հոգեզավակի առումով եթե մենք ռեալ ենք դատում, մենք տեսնում ենք որ Նիկոլ Փաշինյանը դաշնակցության հոգեզավակն է դառնում, դաշնակցությունը ավել եւ կամ Սերժի կամ Ռոբերտ Քոչյանի, քան օրինակ, չգիտեմ, Լևոն Տեր-Պետրոսյանի, հարկարակ գաղափարական ճամբարներ են։ Իրանցն էլ չէ, որովհետեւ այդ ասիան ոչ մի թիզական ինձ թվում է կոնկրետ 17 թվականին Սերժ Սարգսյանը չէր։ Հա, արդեն 2018-ին ընկալել էր այդ Ղարաբաղյան հարցի վերաբերյալ թե ինչ պետք է անի, բայց հուսանք ընկալել է։ Դες ցույցեր տալիս, որ ընկալել է։ Բայց տեղի ունեցավ միադարձություն 18 թվականի մարտից, հա, երբ Նիկոլ Փաշինյանը սկսեց իր Գյումրիից քայլարշավը, ու միշտ այստեղից է գալիս այդ հակասությունը Ռոբերտ Քոչյանի եւ Սերժ Սարգսյանի, որ հիմա քննարկում են, թե մեղադրում են Սերժ Սարգսյանին, թե ինչի ինքը չկանխեց այդ հեղափոխությունը, ու ինձ թվում է կանխել նշանակում է անել մարտի 1, որովհետեւ այդքան ժողովրդի ցրելը ուրիշ ձև չկա, թե չանել մարտի 1։ Հա, ինչ աներ Սերժ Սարգսյանը։ Արդեն այդ վերջաբանի մասերում էր այդ խնդիրը առաջացել, բայց սկզբնական շրջանում եթե հիշենք ինչ էր կատարվում 18-ի սկզբի ժամանակներում, սկզբի ամիսներին, ընդհանուր այդ քաղաքական բանը Հայաստանում քաղաքական բանը այդ Սերժ Սարգսյանի երրորդ ժամկետի դեմ էր, քանի որ հայտնի է, որ 14 թվականի Սահմանադրական փոփոխությունների այդ 15 նախագծի
14 թվականի նախագծի այդ քննարկման ժամանակ հայտարարում է Սերժ Սարգսյանը, որ ինքը նախ դեմ է, որ Հայաստանը լինի խորհրդարանական երկիր եւ հայտարարում է, որ եթե նույնիսկ սահմանական փոփոխություններ անցնեն ու Հայաստան դառնա խորհրդարանական երկիր, ինքը չի առաջադրվելու ոչ վարչապետ, ոչ էլ նախագահ։ Դրանով 18 թվականին դրժում է, այսպես ասած, իր խոստումը ու հիշեցնեմ, որ այդ ժամանակ հանրապետականները շատ ցինիկ էին իրանց պահում, նույնիսկ հիշում եմ Աշոտյանը հայտարարեց մի հատ, չգիտեմ ինչ հայտնի ինչ-որ բաներ մեջբերում, ասում էր բոլորը գիտեն վերջը ինչա լինելու, բայց բոլորը անդադ այդ հարցը տալիս են, ակնարկելով, որ բոլորը գիտեն, որ Սերժ Սարգսյանն է երրորդ ժամկետին մնալու, բայց բոլորը հարցը տալիս են։ Ինչևէ, գանք Նիկոլ Փաշինյանին, հա, այդ ժամանակ այնպես էր ստացել, որ քաղաքական դաշտը Հայաստանի այդ սահմանական փոփոխություններից հետո, այսպես ասած, համակերպվել էր այդ իրավիճակի հետ, որ Սերժ Սարգսյանը մնալու է երրորդ ժամկետում, ու այսպես ասած, ներքաղաքական пассивություն էր, ու այդ բնականից այդ ամբողջ այդ բանը պայթեց այդ Նիկոլ Փաշինյանի բանով, Նիկոլ Փաշինյանը դրոշակը վերցրեց, որ որոշեց եւ ինքը պետք է պայքարի դրա դեմ, ու բնական տենց իրավիճակ ստացվեց, որ բազմաթիվ մարդիկ, ովքեր իրոք բնականից դեմ էին Սերժ Սարգսյանի երրորդ ժամկետին ու ընդհանրապես այդ ՀՀԿ ցինիկ այդ բանին, կեցվածքին, ամեն դեպքում այդ տրամադրությունները կային, որին թույլ չտան կամ ինչ-որ ձևով խանգարեն բնական բաներ։ Բացի դրանից ուզում եմ հիշեցնել, որ այդ բացի Նիկոլ Փաշինյանի այդ բանից, Քայլարշավից այնտեղ կար նաև Մերժի Սերժի նախաձեռնությունը, որը էլի շատ ակտիվ էր, այնտեղ բազմաթիվ մարդիկ էին, այդ թվում ներկայիս իշխանություններից, չէ, ես անդամ չեմ եղել, բայց ինձ տարբերություն չկար, ես զուտ երրորդ ժամկետի դեմ էի արտահայտվում, հա, ի տարբերություն այլոց ասեմ, որ ես շատ ակտիվ մասնակցել եմ այդ գործընթացներին որպես քաղաքացի, հիմա շատերը ուրանում են այդ իրաց մասնակցությունը, բայց ես չեմ կարծում, որ ուրանալու բան կա, մենք նախ չգիտեինք, թե դա ինչով ավարտվելու, ու եթե այդ տրամաբանությամբ նայենք, հա, իհարկե ես էլ եմ փոշմանում, փոշմանում եմ ոչ թե ինչ-որ մասնակցության համար, այլ փոշմանում եմ, որ ինչի մասնակցելիք չեղավ, ինչին մասնակցելիք չեղավ, ու չգիտեմ, շո աբսուրդ քաղաքականություն իրականացվեց։ Հա, եթե ոչ մի բան չանենք, շարունակում է այսօր, չգիտեմ, կյանքը ընդհանրապես չի զարգանալու, այսինքն ամեն դեպքում այդ ռիսկը կա ցանկացած պարագայում, ցանկացած իշխանության փոփոխության կամ ընդհանրապես անձնական կյանքում էլ։ Ոչ մի բան չպետք է անես, ուրեմն այդ մտավախությունը միշտ էլ կա, պետք է ռիսկի դիմել ճիշտ։ Հա։ Հա, ինչևէ, եթե վերադառնանք դրան, այնտեղ կար Մերժի Սերժի նախաձեռնությունը, այնտեղ բազմաթիվ այլ մանր մոներ քաղաքական ուժեր էին այդ մասնակցության։ Հա, երբ Նիկոլ Փաշինյանը եկավ բան այդ Ֆրանսիայի հրապարակը հիշում եք այդ վրաններով փակել էին մի քանի օր, այնտեղ հիշում եմ ամեն փողոց տարբեր քաղաքական ուժեր էին պատասխանատվությունը, Սասնա ծռերն եմ հիշում, այնտեղ բան են հզոր հայրենիք էր, չեմ հիշում ճիշտ ասած Պետրոս Մակերյանը, կարծեմ Ժառանգությունը, իրանք այդ ամեն փողոցի փակելու պատասխանատվություն իրանք էին ստանձնել այդ առաջի օրերին, բայց ամեն դեպքում հրապարակային ամեն ինչը Նիկոլով էր։ Հա, բայց ամեն դեպքում Նիկոլ Փաշինյանն էր այդ հանրապետները վարում ու ուզում եմ շեշտեմ, որ առաջի օրերին կարելի է ասել մինչև ապրիլի 17-ը, երբ ազգային ժողովում վարչապետ էին ընտրում եւ ընտրեցին Սերժ Սարգսյանին, մինչև այդ օրը այդքան ավելի լուրջ գործընթաց չկար։ Ոչ թե լուրջ գործընթաց չկար, այլ Նիկոլ Փաշինյանը այդ ժողովուրդը հավաքվում էր, բայց այնտեղ այդ Նիկոլ Փաշինյանը ոչ ոք լիդեր էր ընկալում, ոչ այնտեղ երբեք չես տեսնել տեսանյութերը կան, կարող եք երբեք չեք տեսնել այնտեղ Նիկոլ վանկարկումներ կամ ինչ-որ Նիկոլին վարչապետ պատկերացումներ, ուղղակի Նիկոլ Փաշինյանը հստակ քաղաքական ծրագիր էր գծել, հիշեցնենք, այդ 4 կետ էր առաջադրում, ասում էր նախ Սերժ Սարգսյանը հրաժարական է տալիս, ժողովրդի թեկնածուն դառնա վարչապետ, երրորդը իրականացվում են փոփոխություններ, օրենսդրական փոփոխություններ եւ չորրորդը նոր ընտրություններ են իրականացվում։ Այդ էր իր քաղաքական ծրագիրը ու շատ գրավիչ ծրագիր էր, հա, ու այդ սկզբի օրերին անհետաքրությունը շատ էր իհարկե մարդկանց շատ այդ փողոցների փակելը բանը շատ դանդաղ էր ընթանում, հա, պաշտոնավորման հետ Սերժ Սարգսյանն ընտրեցին վարչապետ, հիշում եք այդ ազգային ժողովում այդ Բաղրամյան պողոտայում փակել էին այդ ճանապարհը, որ Փաշինյանը առաջնորդում էր ժողովրդին դեպի ազգային ժողով, այնտեղ ժողովրդի, չեմ ասի շատ բազմություններ, բայց երևի մի 3-4 հազար մարդ հաստատ կլիներ, հիմնական երիտասարդներ,
այնտեղ առաջ անգամ այդ գործընթացներում առաջ անգամ կիրառվեցին այդ հատուկ միջոցներ, նռնակներ նետեցին, հենց այդ, չգիտեմ, ահավոր խիտեր ես այնտեղ ելել, ահավոր խիտեր այնտեղ մարդիկ, ասեն ընդհանրապես շարժվելու տեղ չկար այդ խտության մեջ, ու հենց այդ խտության մեջ նռնակներ էին նետում։ Ու դրանից շատ բուրըն, հա, այդտեղից շատ բուրըն սկսվեց, ժողովրդի կողմից բողոքը սկսվեց։ Ինձ թվում է Նիկոլ Փաշինյանի հիմնական հաջողությունը, որ տեղի ունեցավ, դա եղավ մայրոտ հյուրանոցում իրենց հանդիպումից հետո, երբ Սերժ Սարգսյանը մի հատ սխալ արեց, երբ որ մարտի 1-ի մասին մեջբերման էր, ասեց դուք նոր մարտի 1 եք ուզում։ Այս սանից հետո ես հիշում եմ, որ ժողովրդի մեջ բավական կրկեր բորբոքվեցին, դրանից հետո Նիկոլ Փաշինյանը ձերբակալվեց, Սասուն Միքայելյան ու բան, հետո կորան մի պա, այդ ամեն ինչը հանգեցրեց նրան, որ ժողովուրդը արդեն ամբողջությամբ Նիկոլ Փաշինյանի անունն էր վանկարկում, Նիկոլ Փաշինյանը դարձել էր այդ ժամանակ այդ հեղափոխության այդ առաջնորդը։ Ցուցվագի մեջ էր արդեն այդ ժամանակ 17, ասում եմ, ապրիլի 17-ից, երբ որ ինքը այդ նռնակները օգտագործեց, ու հետո ժողովուրդ ավելի լայն զանգվածներ դուրս եկան, ու առաջի անգամ հենց այդ օրվանից հրապարակում տեղի ունեցան միտինգները, հանրահավաքները, այդ ժամանակվանից արդեն Սերժ Սարգսյանը ընդհանրապես կորցրեց վերահսկողությունը հենց այդ պահից ու քո նշած այդ օրվանից, երբ որ մարտի 1-ը շեշտադրեց, ես հիշում եմ, ասենք, չգիտեմ, ասենք մարդիկ ընդհանրապես ինքնաբուխ էին արդեն դուրս գալիս այդ պահից սկսած։ Արդեն բոլորը բժիշկները համատարած էր, օդանավակայանի աշխատակիցները համատարած դուրս էին գալիս փողոց։ Ու այդ ժամանակվանից արդեն սկսեց Փաշինյանի որպես լիդեր ամբողջությամբ այո վարչապետ լինելու այդ բանը շրջանառվել։ Ինչ ազատություն ունեցան, բայց նշենք այս բանը, որ այս պահը մի հատ ամփոփենք, որ այս ասելով նկատի ունենք այն, որ Փաշինյանը ամեն դեպքում ինչ-որ արհեստական այդ ոչ հանրահավաքները, ոչ Փաշինյանը արհեստական ինչ-որ մեկի կողմից էր ներդրված հաստատ, կարող է ինչ-որ ես չեմ բացառում, որ ինչ-որ պահից, ինչ-որ փուլից, ինչ-որ գործակալական ցանցերն ազատություն, թե ներքին, թե արտաքին ինչ-որ ուժեր փորձային ներազդեին իրանց։ Բայց ի սկզբանե ինքնաբուխ էր։ Ես վստահ եմ, որ բնականաբար ինքնաբուխ էր, 10-20 հոգի գիշերը, երբ որ ինչ-որ հեղափոխություն է սկսում, երբ որ ժողովուրդը շատ է, բնականաբար ամեն մեկի իր շահերը փորձում է արտաքին ուժերին ազատություն սկսեն ունենալ։ Կարող է դա հետո փոխվի, բայց ի սկզբանե որ ասում են ինչ որ մեկն էր ուղղորդել կամ բան, այս ամեն ինչ ապացուցում է լեգենդների չեմ հավատում, նա բոլորը բնականաբար փորձում են ինչ-որ ֆանտաստիկ ինչ-որ բաներ բանանել, փորձելով ինչ-որ արդարացնել, որ Փաշինյանը ինչ-որ օթից հայտնված ինչ-որ մարդ էր, մեր սխալները պետք չի ինչ-որ ուրիշ մարդկանց վրա բարթել, կարելի է նորմալ սովորական ընդունել, որ այո, մենք սխալվել էինք, բայց այդ սխալը ոչ մի ձև հիմա բան չի էլի, որ ցած նստենք սաղորը դրանից ընկճվենք ու փորձենք ուրիշների վրա բարթել այդ պատասխանատվությունը։ Նաև խոսենք քաղաքական ուժերի։ Այդ է ուզում ես ասել, թե Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուն ինչ ազատություն ունեցան քաղաքական ուժերը։ Սկսենք նրանից, որ այդ սկզբից շատ քննադատական մոտեցում կար Փաշինյանի գործունեությանը, ավելի շատ ցինիկ, անլրջության, ինչպես բոլորի մոտ։ Հետո երբ որ արդեն այդ նռնակները կիրառվեցին, փորձեցին ասել, որ խաղաղ ցույցերի դեմ այդ քննադատեցին այդ խաղաղ ցույցերի դեմ այդ բռնի ուժի գործադրումը, իսկ հետո արդեն երբ որ բանից անցավ, այսինքն ժողովուրդը արդեն անվերահսկելի էր բառից բուն իմաստով, այդ ժամանակ արդեն քաղաքական ուժերը սկսեցին ինչ-որ տարբեր կողմերով սկսեցին ճանապարհներ փնտրել, հա աջակցելու, սկզբից ժողովրդին էին աջակցում, որտեղ Փաշինյանին, հետո արդեն Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո ընդհանրապես նա սկսենք Սերժ Սարգսյանի հրաժարականը բանվի հանրապետականներ արդեն սկսում կարելի է մի հատ առանձին անդրադառնալ դաշնակցությանը, որ հիմա չգիտեմ, ասենք ինչ բարոյական իրավունքով են ընդհանրապես իրանք խոսում Փաշինյանի ինչ որ մեկի հոգեվազակ լինելու մասին, կամ ինչ որ խոսում են ինչ որ մեկի աջակցության, ասենք դաշնակցությունը, ասենք Սերժ Սարգսյանի հրաժարականից կես ժամ թե մի ժամ առաջ դուրս է գալիս կոալիցիայից հանրապետականի հետ, ուստեղ ուզում եմ շեշտել են հանգամանքը, որ դաշնակցությունը եթե մինչև այդ կոալիցիան պատասխանատվություն էր ստանձնում կառավարության գործունեության համար ՀՀԿ-ի հետ միասին 17 թվականի ընտրություններից հետո երբ որ իրանք մտան կոալիցիա, իրանց այդ հուշագրում բառացի գրված է, որ իրանք կրում են ողջ պատասխանատվությունը կառավարության գործունեության համար
ես այդ շատ շեշտում եմ, որ հիմա իրանք չփորձեն ինչ-որ բան, իրանք են ստորագրել, որ իրանք ՀՀԿ-ի հետ կիսում էին կառավարության ողջ պատասխանատվությունը, այսինքն կարող եմ ստեղ նայել մեջբերել Արծվիկ Մինասյանին, որ այդ ժամանակ հարցազրույցներից մեկում հենց ինքն է նշում, որ իրանք մենակ իրանք ոլորտների ունեին նախարարական պորտֆելներ այդ ժամանակ, ինքը շեշտում է, որ իրանք մենակ իրանք ոլորտների համար պատասխանատու չեն, այլ ամբողջ կառավարության գործունեության համար։ Հա, ինչև է, հիմա այդ Սերժ Սարգսյանի հրաժարականից մի ժամ, կես ժամ առաջ դուրս են գալիս ու միանում են Նիկոլ Փաշինյանի շարժմանը։ Ոչ միայն միանում են, այլև չգիտեմ, սկսում են աջակցել իրանց մարդիկ ամբողջ ես հիշում եմ դաշնակցական երիտասարդները, չգիտեմ, շատ էմոցիոնալ, չգիտեմ, մնացածից բոլորից ավելի երջանիկ եթե մասնակցել են, եթե օրինակ մասնակցել են, դա այդքան կշտամբելի չէ, բայց կշտամբելի է, որ իրանք այդ ամեն ինչից հետո ասում են ես այդ ուրացումն եմ, որ իրանք ուրիշներին են մեղադրում, իրանք են ուրիշներին են մեղադրում Նիկոլին իշխանության բերելու կամ չգիտեմ այդտեղ ինչ հարց կար։ Հա, ինչև է, այդ դաշնակցությունը, եթե խոսենք էլի դաշնակցության մասին, ինքը գնում են հանդիպում են Փաշինյանի հետ, մտնում են Փաշինյանի կառավարության մեջ մի քանի մարզպետ են, անունները չտանք, բոլորին հայտնի է թե ովքեր են մարզպետներ դաշնակցության կողմից, նախարարներ, մի քանի ամիս աշխատում են Փաշինյանի վարչապետության ներքո։ Հիմա այդ մարդիկ խոսում են, չգիտեմ, ով է բերել Փաշինյանին իշխանության։ Բացի դրանից հիշում եմ Մանվել Գրիգորյանի գեներալ Մանվել Գրիգորյանի հարցն են շատ բանանում Փաշինյանի դեմ, երբ որ այդ տեսանյութը հրապարակումը հայտնի է, այդ զարգության ես անուն չտամ, ամենահայտնի դաշնակցականներից մեկը Ազատության բան ռոլիկում հուզված, ասենք արդյունքներով մեկնաբանում է այդ տեսանյութը, այդ բանը լրագրողներ ասում են հուզված եք, ասում այո հուզված եմ, որտեղ չի պատկերացնում, թե սա ինչ էր։ Իր ամենամոտ ընկերն էր։ Նկատի ունեմ այդ հիմա փորձում են ինչ-որ ամեն մեկը տակից փախնել, այդ տրամադրություններն ա եղել, ուզում եմ հանրապետականի մեծամասնությունը Սերան Սարյանով հանդերձ դաշնակցությունը ՊՀԿ-ն բոլորը տեսանյութից հետո Մանվելի դեմ են դուրս եկել։ Իրանք քվեարկեցին Մանվել Գրիգորյանին զրկեցին մանդատից, այնպես որ ուրիշներին թող չմեղադրեն ինչ-որ բաներում, հենց իրանք էլ իրականացրել են դաշնակցությունն է քվեարկել, որ Նիկոլ Փաշինյանը դառնա վարչապետ, իրանք են այդ առաջադրողներից են եղել, Փաշինյանի վարչապետ, ինչ վերաբերում է ՀՀԿ-ին, ՀՀԿ-ն շատ կարճ ժամանակում այն կարգի էր այնտեղ մի հատ խառնաշփոթ, որ հիշում եմ Չէ, ընդհանուր հանրապետականին ենք ասում են։ Հա, բանը Շարմազանովը ասում էր, արդեն ես էլ չեմ հասկանում ով է հանրապետական, ով չէ։ Այդ ժամանակ այդ վիճակն ա եղել, ոնց որ չգիտեմ ինչքանով է տեղին Սերժ Սարգսյանին մեղադրելու Փաշինյանին իշխանության բերելու Սերժ Սարգսյանին կարելի է մեղադրել, ընդհանրապես ոչ միայն Սերժ Սարգսյանին, այլև Ռոբերտ Քոչարյանին կարելի է մեղադրել, ընդհանրապես այդ 20-ամյա այդ իշխանության այդ լավ կառավարիչ չկար։ Կառավարության համար, այո, իրանք նենց արեցին քաղաքական հատկապես Սերժ Սարգսյանն էլ իր հերթին այդ 10 տարիների ընթացքում ինքը նենց աղավաղեց քաղաքական դաշտը, որ բնականաբար Նիկոլ Փաշինյանի նման այսպես ասած արկածախնդիրներ կարող էին ժողովրդական զանգվածներ ներգրավել ու լրիվ ապաքաղաքական ինչ-որ մթնոլորտ։ Իսկ թվում է Նիկոլ Փաշինյանը ով էլ լիներ, դա ով էլ լիներ այդ ճարպիկություն ու, չգիտեմ, այդ ամեն Փաշինյանի անձը Փաշինյանի հետ ջիղը, բայց այդ բողոքը ինքնաբուխ է, այսինքն բողոքը բնական էր։ Զուտ այդ բանը հայտնվեց Փաշինյանը ուներ բան, այդ ջիղը ուներ հեղափոխական այդ հեղափոխություններում, ընդհանրապես այդ հավաքներում ինքը ուներ փորձ։ Այդ փորձը ինքը ներդրեց, հասավ հաջողության։ Ահա։ Ասել որ Փաշինյանը գիտեր թե ինչա լինելու դրա ավարտը, աբսուրդ է, բնականաբար։ Ինքը չգիտեր թե ուր է գնում։ Բաբանկ էր գնում բնականաբար, հիմա պատահում է այդպես ճակերտավոր հաջողություններ։ Լավ։ Նիկոլը եկավ իշխանության մինչև հոկտեմբեր 2-ի հետ ազգային ժողովի այդ դեպքերը որ տեղի ունեցան 2 թե 4 հոկտեմբեր 2-ից հիշում եմ ինքը իր կառավարության կազմում աշխատում է եւ դաշնակցության հետ դաշնակցություն հանրապետական չկար կառավարությունում ազգային ժողովի հանրապետական դաշնակցության հետ շատ լավ համագործակցություն շատ լավ աշխատում էին շատ լավ չէ Քոչարյանի բռնելուց հետո փորձում են ինչ-որ քննադատություններ անել չգիտեմ քննադատում է դուրս գայք վիզիոները ինքնություն Սևանում լողում են բան մի քիչ շատ ճիշտ ենք բայց այդպես բաները ազդում է
Կարծիքի վրա։ Մի խոսքով հանդիպեցին, ես հիշում եմ դաշնակցության հետ էլի անունը չտամ կարկառուն դեմքերից մեկը հայտարարում էր, ասում էր, թե հեղափոխությունը մենք ենք իրականացրել, Նիկոլ Փաշինյանն է մեզ միացրել, մենք ենք առաջինը խոսել կոռուպցիայից, մենք ենք խոսել ՀՀԿ-ի այդ բանից, հանցագործ վիճակներից, նույնը ԲՀԿ-ն։ Բայց այն ժամանակ երբ են կոալիցիայի մեջ էին այդ պահին։ Կոալիցիայի մեջ էին, հա։ Ու են խոսած կիսում են ողջ համ կիսում էին, բոլորը համ հեղափոխությունը համարում էին իրանցը, ոչ ոք չէր համարում, որ դա Նիկոլ Փաշինյանն է իրականացրել, վստահաբար։ Իսկ հիմա բոլորը ասում են ուրանում են հեղափոխության հետ։ Լավ, բայց բուն թեման Նիկոլի իշխանության գալն էր, բայց ես ուզում եմ խոսեմ այդ ուրիշ բանի մասին, 2025 թվականի ընտրությունների մասին։ 21։ Հա։ Որովհետև նույն անձինք, ովքեր դերակատարություն ունեցան Փաշինյանի իշխանության գալուն 21 թվականին շանս ձեռք բերեցին արտահայտ ընտրություններով Նիկոլ Փաշինյանին այլևս թույլ չտա, որպեսզի նա վերարտադրվի։ Ես հիշում եմ, երբ Լևոն Տեր-Պետրոսյանը առաջարկ արեց Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանին միասնական դաշինքով հանդես գալու, երբ որևէ մեկը չպետք է զբաղեցնել պետական պաշտոն, պետք է ստեղծվեր տեխնոկրատներից կառավարություն, այսինքն ոչ Ռոբերտ Քոչարյանի, ոչ Սերժ Սարգսյանի, ոչ Նիկոլ Փաշինյանի, ոչ մեկ չպետք է զբաղեցնել պետական պաշտոն, որպեսզի երկիրը նոր պատերազմից դուրս եկել ծանր վիճակում էր գտնվում, պետք է քաղաքական դեմքերը կորեին, որպեսզի քիչ թե շատ այդ ներքին վիճակը կայունանար, տեխնոկրատների կառավարությունը կարողանար այդ վիճակից դուրս բերել, հետո արդեն նոր կանցնենք թե ինչ կլինի ապագայում, բայց այդ պահին այդ առաջարկը բավական ոնց ասեմ adekvat առաջարկ էր, ռեալ առաջարկ էր։ Այդ առաջարկը ստեղծված իրավիճակից բխող առաջարկ էր, ուղղակի այն բախ չգիտեմ էմոցիոնալ ֆոնի վրա, չգիտեմ, շատերը շատերը ասին, որ Լևոն Ոչ միայն ինչպես միշտ, ինչպես բազմաթիվ այլ հարցերի դեպքում, իրանք չեն էլ հասկացել Տեր-Պետրոսյանը ինչ առաջարկում։ Իրանք մենք կարծացել են, որ Լևոն Տեր-Պետրոսյանը Ռոբերտ Քոչարյանի դաշինքի առաջարկ արել, այդ ամենը վերջացավ, մանրամասնի մեջ ընդհանրապես իրանք չէր հետաքրում, իրանք ոնց ուզում մեկնաբանում էին։ Իսկ ինչի մեջ է իմ կարծիքով Ռոբերտ Քոչարյանը։ Քո բարձրացրած հարցի վերաբերյալ նախ ասեմ, որ այդ շատ էս երկու ճամբար, որ հիմա Փաշինյանի մեղադրում են թողայի Փաշինյանը բերել իշխանության, կարծում եմ այդ շատ լավ առիթ է, այս քո ասացի կոնտեքստում հասկացնել, որ այդ երկու բևեռներն էլ ՀԿ-ն էլ Քոչարյանն էլ ըստ էության ընդունում են իրենց սխալը 21 թվականին Տեր-Պետրոսյանի առաջարկը մերժելու հարցում, որտեղ իրանց եթե իրանց բուն նպատակը Նիկոլ Փաշինյանի իշխանությանից հեռացնելն էր, իրանք պետքա ընդունեին այդ առաջարկը։ Բայց ինչի իմ կարծիքով մերժեց Ռոբերտ Քոչարյանը։ Ռոբերտ Քոչարյանը մերժեց, որտեղ ուներ մեկ պատճառ։ Նա պատճառը ոչ թե ավելի շատ Նիկոլ Փաշինյանի, ոչ թե իրավիճակի կայունացումն էր, այլ Նիկոլ Փաշինյանի նկատող վերաշխնդրությունը։ Այդ 2 տարի, ընդհանուր կարելի ասել, որ այդ ճամբարներում ինձ թվում է իմ տպավորությունն է նա, որ իրանք իրար ավելի շատ են ատում քան Նիկոլ Փաշինյանը։ Այսօր այս իրավիճակը դա փաստում է կոնֆլիկտը Ռոբերտ Քոչարյանի հետ տպավորությամբ իրանք ավելի շատ իրար հանդեպ շուտ անձնական խնդիրներ ունեն, իսկ իրանք ոչ մեկ Նիկոլ Փաշինյանի հետ անձնական խնդիր չունի։ Կարող է իրանք ուզում են Նիկոլ Փաշինյանը հեռանա, բայց այն պայմանում եւ իրանք գան իշխանության։ Այդ իմ մոտ էս տպավորությունն է։ Եթե իրանք համաձայնեն 21-ի առաջարկին, իրանք այն սխալը կուղեն, որ իրանք հեղափոխության ժամանակ այդ դերակատարություն ունեցել են։ Նիկոլի իշխանություն բերել, եթե 21-ի առաջարկը ընդունում էին, կարելի ասել սխալները ուղղում էին։ Իրանք չարեցին դա, Փաշինյանը վերարտադրվեց, բայց ես ուզում եմ մի հատ ուրիշ բանի մասին խոսամ, հաջորդը 22 կարող է մի քիչ Նիկոլի հետ կապ չունի, բայց օրինակ 22 թվականին էլ տեղի ունեցավ հանդիպում չէ, Վեհափարի մոտ նույնիսկ Տեր-Պետրոսյանը միասնության կոչ արեց Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանին, Նիկոլ Փաշինյանի, ոչ թե միասնության, այլ ինքը եւ Փաշինյանը եւ երկրորդ նախագահն էին եւ Ղարաբաղի նախկին նախագահն էին, ասում են նստենք խոսենք մի սեղանի շուրջ, որովհետեւ իրավիճակը Ղարաբաղի շուրջ շատ լարված է, ինչ-որ մի հատ միասնական որոշում կայացնենք, որովհետեւ երբ որ երկիրը հայտնվում է ծանր վիճակում, պետքա մի կողմ դրել այդ անձնական այդ խնդիրները եւ նաեւ քաղաքական, որովհետեւ Լևոն Տեր-Պետրոսյանը շատ լուրջ կոնֆլիկտ ունեցավ Սերժ Սարգսյանի հետ, բայց այդ ամենից հետո ինքը 17 թվականին Սերժ Սարգսյանին Ղարաբաղյան հարցում աջակցություն հայտնեց։ Սա քաղաքական դիրքորոշում էր, քաղաքական դիրքորոշում էր,
Yəni ինչ որ հնարավորինը փրկելու համար արված ինչ որ բան փրկելու համար լինում է մերժեցի 22 թվականի Արշակը եւ Ղարաբաղյան նախկին նախագահների մերժեցին եւ Ռոբերտ Քոչարյանի ճամբարը տնկամիջը Ղարաբաղի նախկին ղեկավարները չգիտեմ մերժեն թե չէ, բայց որ Քոչարյանն ու Փաշինյանը մերժեցին, դա ակնհայտ է։ Քոչարյանը հայտարարեց թե կապիտուլյացիայի չեն աջակցում, կապիտուլյացիային չեն աջակցում, Փաշինյանն էլ հայտարարեց, որ կպատասխանատվություն հայտարարեց, որ իրանք չեն աջակցում այն մարդուն, որ ժամանակին պատրաստ էր տալու Արցախը, այդ բանը ես հիշում այդ նախադասությունը, որ իրանք այդ ինձ ճամբարը սկսեց շրջան առել, պաշտոնական չի եղել։ Պաշտոնական Քոչյանի հայտարարել կապիտուլյացիան չի աջակցելու կապիտուլյացիային։ Ես վստահ եմ, որ հիմա այդ արժեքը լինի, դա իմ ենթադրությունն է, նույն պատասխանն է ստացվելու, որ իրանք էլի մերժելու են, սրանով իրանք ապացուցում են, որ ունեն անձնական, իրանք ունեն ավելի շատ Նիկոլ Փաշինյանից վրեժխնդրություն, քան ունեն երկիրը կայունացնելու ինչ-որ նպատակներ։ Ինձ թվում է Նիկոլ Փաշինյանի իշխանության գալու մասին բավական մանրամասն խոսացինք։ Կարանք եզրակացնենք, որ Նիկոլ Փաշինյանին, եթե խոսում ենք իշխանության բերելու մասին, դա հաստատ ժողովուրդն է Նիկոլ Փաշինյանին իշխանություն բերել։ Իհարկե ժողովուրդն է բերել։ Այդ միանշանակ ժողովուրդն է բերել, բայց իշխանության հետո թե ով է պահում իրան իշխանության, այո, ով է պահում, դա արդեն թող իրանք մտածեն, անիմաստ շորս թեմաներ, ասենք չգիտեմ, հիմա ինչքանով է արդիական իրար վրա այդ գցելը։ Հա, ու գլոբալ իմաստով ասեմ, որ չգիտեմ, ես իրար մեջ այդ վեճի մեջ, չգիտեմ, ավելի շատ հակված եմ ՀՀԿ-ին աջակցելու, քան Քոչարյանի աջակիցներին, բացատրեմ ինչի, որովհետև իրանք ինչն է իրանց հիմնական թեզը, որ դուք չեք հա, չեք կանխել այդ Փաշինյանի իշխանության գալը, չգիտեմ, ասենք ինչպես պետք է կանխեր, ասենք հաստատ կանխելու բան չկար այդտեղ, կանխելը քո ասած մարտի 1 իրականացնելն էր, ուտեղ կարելի է գնահատել Սերժ Սարգսյանին, որ նա չգնաց այդ քայլին, ինքը հասկացավ, որ նման իրավիճակով հետ քայլանելը ճիշտ է, գնաց, կարող է ինչ-որ պահի ցանկացել անել կամ չի ցանկացել, չգիտեմ, բայց որ այդ պահին, երբ որ արդեն բանը բանից անցել էր, ինքը մարտի 1-ի գնով էլ, չգիտեմ, ես կասկածում եմ, որ ինքը իշխանություն կարող էր պահել, որովհետև հիշում եք, արդեն զինված ուժերն էին արդեն քաղաքականություն մտել էր այնտեղ եւ արդեն իրանք էլ էին, հիշում եք այդ դեպքը, երբ որ բազմաթիվ ինչ-որ զինվորականներ էին արդեն մասնակցում ցույցերին։ Հետագայում երկրապահ դա անհնար էր եւ ամեն դեպքում ես գնահատում եմ Սերժ Սարգսյանին, որ նա ամեն դեպքում առանց արյունահեղության գնալ, չնայած այստեղ ուզում եմ շեշտել այդ նաև այդ հանգամանքը, որ Սերժ Սարգսյանի այդ բանը ամսի երբ որ վարչապետ ընտրվեց, այդ մինչև իր հրաժարականի օրը, քանի օր է, մի 5-6 օր էր, 17-ից ապրիլի մինչև 23-ը, շատ բիրտ միջոցներ են կիրառվել ցուցարարների հանդեպ, կհիշեք ոստիկանական այդ տերորը, ասենք մարդկանց այդ հնարավորության սահմանները, որտեղ անհնար էր այդ ամբողջը վերահսկել, բայց տարբեր փողոցներուց բազմաթիվ չգիտեմ հարյուրավոր, եթե ոչ հազարավոր մարդիկ էին բերման ենթարկվում, հաստատ այդ մեքենաները հիշում եք, իրանք այդ ոստիկանը իրանց ցերկով այդ մեքենաները հեռացնում էին այդ բանի փողոցներից, որ բաց են ճանապարհները, հենց որ այնպես չէ, որ այնց հեշտ հանգիստ է, էլի, ընթացել է process-ը, բայց ամեն դեպքում գնահատել է, որ զենքի կիրառմանը, չգիտեմ, արյունահեղության չի հասել, ինչպես մարտի 1-ին։ Մարտի 1-ը իմ քիչ ուրիշ է, որ մարտի 1-ին ինձ թվում է այդ արյունահեղությունից հետո կարողացավ դա կայացնել, էսի արդեն այնքան էր պայթել, այնքան էր պիկին հասել, մարտի 1-ը իրականացնել, աներ, մեկը չէր կարող դա ինքը ինչ-որ պահից, ասում եմ, ինչ-որ պահից ինքը չէր կարող։ Որտեղ արդեն ատելությունը պիկին էր հասել, եւ Սերժ Սարգսյանի այդ հանրապետականների նկատմամբ չեն կարող անել։ Այսքան է։ Հա, կարծում եմ կարելի է այսքանով սահմանափակվել, հաջորդ անգամ հուսամ ավելի արդեն կոնկրետ ավելի արդիական ավելի արդիական, ավելի կարևոր, չգիտեմ, թեմաներից խոսենք, այսքանը, հաջողություն։